Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանն այսօր շրջանառության հարկի մասին օրենքի թույն դիմադիրներից էր։ Պարոն նախագահ, արեք ես մի անգամ էլ մի քննարկեք, արեք ես էլ ժողովրդի սրտով անենք։ Ես տենում եմ սաղից մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով էլ, ինչ է քննարկելու այդքան։ Բերեք ոնց կարող դες թողենք մարդիկ այդան աշխատեն։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո գեներալը պնդում էր իր խոսքերի տերն է, բայց գիտի, որ այս օրենքով կառավարությունը պայքարում է ստվերի դեմ։ Այս կառավարությունը չգիտի, սրային տնտեսությունը վերացնի, թե ժողովրդին մեղքա։ Պատգամավոր Մեհեր Սեդրակյանը համաձայն է գեներալի հետ, թող այս անգամ ժողովրդի սրտով լինի, բայց ինքը չգիտեր, որ խոսքը օրենքի մասին է, ասում է ես ոչինչ չեմ կարող անել։ Դա կառավարության որոշումը, ազգային ժողով ինքը չի մտել։ Սամվել Ալեքսանյանն այն խոշոր գործարարներից է, որոնց կասկածում են այս օրենքից դժգոհ ժողովրդին ազգային ժողովի դեմ լարելու մեջ, այն պատճառաբանությամբ, որ ինքն էլ չի ուզում, որպեսզի փաստաթղթավորվի ամեն ապրանք։ Վախենում են անդամանուն տալ, բայց մեր հետ դրույթներում ասում են, Հանրապետական Մանվել Բադյանը ուղիղ տեքստով է վստահեցնում, որ ինքն ունի կասկածներ, որ այս օրենքի դեմ ընդդիմացողներին կառավարում են խոշոր գործարարները։ Փաստաթղթավորման խնդիր է, դրա համար են բողոքում մանրու միջին ձեռնարկատերերը, նրանց չի տրամադրվում փաստաթղթեր։ Ազգային ժողովի նախագահը բոլոր խմբակցություններին հրավիրել էր իր մոտ կառավարության հետ քննարկելու այս օրենքի հետագա ճակատագիրը, քննարկեցին եւ դուրս եկան բողոքողների համար վատ լուրերով։ Մեր առաջարկներից առայժմ որևէ բան չի ընդունվել։ Բանակցություններին մասնակցած Արամ Մանուկյանը կանխատեսում է, որ այս իշխանությունները մարդկանց մղում են կտրուկ գործողությունների։ Կառավարությունը միգուցե չի զգում իրավիճակը։ Մերժել է նույնիսկ օրենքի կիրառման հետաձգումը թեկուզ 15 օրով կամ 1 ամսով։ Հանրապետական խմբակցությունը համաձայնվել է քննարկել առաջարկը, վաղն առավոտյան կպատասխանեն։